Բացում եմ Թեմուի պատվերը։ Թեմուից պատվիրել եմ ճամպրուկ։ Անցած ճամպրուկը, որը պատվիրել էի, բավականին ծանր էր, դրա համար որոշեցի այսպես թեթև տարբերակը պատվիրեմ։ Սա ավելի գեղեցիկ է։ Տես սա էլ այսպես բռնակ ունի, այսպես։ Հիմա բացենք, տեսնենք ներսը ինչպիսին է։ Սա այսպես ստանդարտ ճամպրուկ է։ Այս հատվածում դասավորում ենք մեր իրերը, սա այսպես պետքա կոճկվի։ Այս հատվածում էլ էլի ինչ որ իրեր ենք դասավորում ու այս մասում կա այսպես շղթա, սենց ակում ենք։ Գիտեմ, այս մեկը ինձ ավելի դուր եկավ, քան այն նախորդը։ Սա այն տակի անիվներն է։ Կշռեցի, սա 2.5 կիլո էր, իսկ նախորդ ճամպրուկը 3.5 կիլո։ Մոտ 1 կիլոգրամով ավելի թեթև է սա։ Պատվիրել եմ այսպես լիքը սիլիկոնե ֆորմաներ։ Սրանք տարբեր բաների համար են, կան սիլիկոնե ֆորմաներ, որ մոմերի համար եմ նախատեսած։ Սա այսպես սուրճի հատիկի տեսքով է։ Սա նաև կարելի է սրա մեջ շոկոլադ պատրաստել։ Սա այսպես գեղեցիկ սրտիկների տեսքով ֆորմա է։ Սա այսպես գեղեցիկ սրտիկներով ֆորմա է։ Սա գիպսե ամանի ֆորմա է, գիպսը լցնում ենք սրա մեջ։ Սա էլ գիպսի ամանի ֆորմա է։ Չգիտեմ, սենց գեղեցիկ։ Սա այսպես գեղեցիկ ամանորյա եղևնիների տեսքով սիլիկոնե ֆորմա է։ Սա մոմի համար է նախատեսված։ Սա սուրճի բաժակի ֆորմա է գիպսի համար։ Սա ինչ չգիտեմ, այս ինչի համար է։ Ես նկարներով կնայեմ, այստեղ նկարներով պատկերավոր ցույց կտամ, թե սրանք ինչ ֆորմաներ են, որովհետև այսպես երևի չէ, հաստատ երևի չէ հասկանա։ Սա է սուրճի բաժակի տակի հատվածն է։ Սա էլ այսպես գեղեցիկ գիպսիա զարդատուփի ֆորմա է։ Սրանք էլ են շատ լավը։ Ինչ են մեծ է։ Շատ լավն է, երեխեք։ Սա սենց ծովի խխունջի ֆորմա է, այսպես գեղեցիկ։ Սա ծովի խխունջի խեցիների ֆորմաներ են։ Շատ սիրուն է ու մեծ է, ես սա մի քիչ փոքր էի պատկերացնում, բայց շատ լավն է։ Սրանք էլ էլի ծովային գեղեցիկ։ Սա այսպես մտքերի տեսքով սիլիկոնե ֆորմաներ են։ Սա ելակ է։ Սա ոնց որ նարինջ է, լիմոն։ Սա էլ գեղեցիկ այսպիսի սիլիկոնե ֆորմա, զարդերի համար նախատեսված։ Յուրաքանչյուր այս մայկաներն եմ ցույց տամ, երկու հատ մայկան պատվիրեմ փոխելիս համար։ Տղամարդու մայկաները բավականին քիչ է տեսականին, սա առաջինն է։ Սա էլ էս երկրորդ տեսակն է։ Չգիտեմ, պապայիս կգա դուր չի գա, ամեն դեպքում էսա։